Շատ կարևոր է, որ մենք ճանաչենք Աստծո հոգուն, ով մեր մեջ ապրում, Սուրբ Հոգին է մեր մեջ, առանց Սուրբ Հոգու մենք չենք կարա իր պատվիրանները կատարենք։ Ինչի է Աստված ուղարկել Սուրբ Հոգին մեր մեջ, ինչի է Սուրբ Հոգին ուղարկել, որ ուղղակի լեզուներով խոսանք, չէ, որ ուղղակի իր ներկայությունը զգանք, չէ, ինչի համար է ուղարկել Տերը Սուրբ Հոգինը մեր մեջ։ Հարց տվեք ամեն մեկդ, ինչի համար ուղարկել։ Մի քանի բան կա, որի համար Տերը ուղարկել է իր Սուրբ Հոգին։ Առաջինը Տերը ասեց, ամեն բան, ամեն ճշմարտության մեջ ձեզ կառաջնորդի, ամեն բան ձեզ կսովորեցնի, բայց շատ անգամ մենք չենք լսում։ Թեև խոսք ասում է նա ձեզ ամեն բան կսովորացնի, ամեն ճշմարտության մեջ կառաջնորդի, խնդիրը այն չի, որ նա չի սովորացնում, չի առաջնորդում, խնդիրը այն է, որ մենք փակ ենք, որ մենք բաց չենք Սուրբ Հոգուն լսելու, մենք պետք է որպեսի բաց լինենք, մենք պետք է տրամադրենք մեզ դրա համար։ Ցանկացած բան մենք մեր կյանքում որ անում ենք, չէ, մենք նախ մեզ տրամադրում ենք դրան, այսինքն մեր միտքը պատրաստում ենք դրան, մեր սիրտը պատրաստում ենք դրան։ Ցանկացած բան, տեսեք տոնածառը որպեսի դնային, ինչ էր, մենք սկզբից ծրագրավորեցինք, չէ, պլանավորեցինք, որ օրը գան, երեխեքը որ օրը պետքա գան, որ ժամին ինչ պետք անեն եւ դա իրականացավ, այսինքն սկզբից դա քո ներսում է տեղի ունենում։ Եվ խոսքը Գաղատացիների 5:16 համար ասում եմ ձեզ, հոգով գնացեք եւ մարմնի գործերը չեք կատարի։ Գիտեք ինչ զորավոր բան է։ Գիտեք շատերը ինչ են մարմնի գործերը անում, այսինքն մեղքերի մեջ են գնում, որովհետեւ հոգով չեն գնում։ Պրոբլեմը, որ շատերը ընկնում են մեղքի մեջ, որովհետև ուզում են ֆիզիկապես իրանց ուժով իրականացնեն Աստծո խոսքը, պատվիրանները։ Այսինքն մենք գնում ենք 5 տակարանի ժամանակները, Old Testament-ի ժամանակ 10 պատվիրանները եւ 613 կանոնը, անտեսելով Սուրբ Հոգուն մեր հետ ոչինչ չի ստացվի։ Ու գիտեք պրոբլեմը որն է, որ Սուրբ Հոգին չի գործում շատ անգամ, ու չեն կարող հասկանանք ինքը մեզ ինչ է սովորեցնում, որտեվ անտեսում ենք իրան, իգնոր ենք անում, ոնց։ Գիտես, առաջինը պետքա մտածենք, երբ որ Պողոս առաքյալը պատվեր գրեց Տիմոթեոսին, ասեց սրանց վրա մտածի, սրանց մեջ եղիր, որպեսի մի բանը մեր կյանքում իրականանա, մենք դրա վրա պետք է մտածենք։ Այսօրվանից մեր կյանքում կարա լուրջ բան փոխվի, այսօրվանից մեր կյանքում կարա լուրջ բան, ես հենց այնպես բաներ չեմ ասում։ Անցած շաբաթվանից ես սկսեցի դրա վրա մտածել ու դա խոր ավելի գնաց իմ մեջ։ Եթե կար էլ ավելի խորը գնաց ու էլ ավելի խորը պետք է գնա։ Մենք շատ ենք ասում Սուրբ Հոգու առաջնորդություն, Սուրբ Հոգու առաջնորդություն, դա մենակ բառեր չպետք է լինի։ Դա մենակ ուղղակի ցանկություն չպետք է լինի։ Դու պետք է ամեն օր մտածես դրա մասին։ Պատկերացրու քո տունը դու հյուր ես ընդունել, քո տունը հյուր է եկել, մի սենյակ տվել ես իրան ու էլ բանի տեղ չես դնում։ Ինքը այդ սենյակի մեջ էլ բանի տեղ չես դնում։ Հելնում է, ասենք, շրջում է այնտեղ քո տան մեջ, պտտվում է, դու կողքովացնում ես ուշադրություն չես դարձնում, կամ ինքը կողքովացնում է, այդ հյուրը չի մնա, կվիրավորվի, չէ, կմնա, որ իրան կմտածի իրան արհամարում ես, իգնոր ես անում, եւ կթողի կհեռանա քո տնից։ Գիտեք, շատ անգամ Սուրբ Հոգու այդ տենց ենք վերաբերվում, եթե մեր տունը մարդ է գալի, մենք ինչ ենք անում, ինչ ենք անում իրան։ Ուշադրություն ենք դարձնում, չէ։ Հատուկ մեր տունը հյուր էր եկել, Կարենը հիշում եք, որ ստեղ եկել քարոզում էր։ Երբ որ մենք իրան ընդունեցինք մեր տանը 10 օրով, ինչ էինք անում, մենք ուշադրություն էինք դարձնում Florida House-ի։ Ամեն ինչի մեջ ուշադրություն էինք դարձնում շատ։ Ինչի կարիք որ ունի, ուտելի կարիք ունի, միգուցե տեղ պետք է տանենք չձանձրանա տանը։ Միգուցե շորեր ունի լվալու, պետք է ուշադրություն։ Ու դա իրան գոհացնում էր։ Մենք աշխատում ենք 100%-ով ուշադրություն դարձնենք այդ մարդուն։ Կարող է 60%-ով ուշադրություն դարձնենք այդ մարդուն, ինքը նեղվեր ասեր, հա, էսի լավ է, բայց այս տեղերը իրանք ինչ չնկատեցին, չէ՞։ Դրա համար ես մաքսիմալ ուշադրություն եի դարձնում։ Ու դա Աստված է ուզում, Աստծո խոսքը ասում է հյուրասիրության մեջ իրարից անցեք։ Հյուրասիրության մեջ իրարից, այսինքն մրցակցեք, եթե մրցակցություն եք ուզում անեք, ուրեմն հյուրասիրության մեջ տեսեք ով ում ավելի ուժեղ կհյուրասիրի։ Ու Աստծո խոսքը ասում է ոմանք հյուրասիրությունով հրեշտակներ ընդունեցին։ Ոմանք հյուրասիրությունով Աբրահամը
Այնքան հյուրասեր է, որ հրեշտակները եկան, ինքը գնաց, նրանց առաջ կերակուր դրեց, ընդունեց եւ հետո իմացավ, որ հրեշտակները նույնպես է Ղովտը։ Հասկանում եք, հյուրասիրությունը սա խոսում է քո վերաբերմունքի եւ ուշադրության մասին մարդկանց։ Ինչի եմ ես օրինակը բերում, դե պատկերացրու Սուրբ Հոգին մեր մեջ է եւ մենք ուշադրություն չենք դարձնում։ Դա կվիրավորի իրան, դա կհանգցնի իրան։ Մենք չենք տենա իր գործը, իր շարժը։ Շատ անգամ մարդիկ, որ ընկնում են մարմնական մեղքերի կամ ասենք պարտվում են, չեն կարողանում մի բան հաղթեն, որովհետև իրանց միտքը շատ զբաղված է, որ Սուրբ Հոգու մասին մտածեն, որ պատրաստ են իրանց սիրտը Սուրբ Հոգուն տեղ տալու, շատ զբաղված է։ Պատկերացրու, երբ որ Կարենը գար մեր տունը, ոնց որ ասեցի, եկել էր մեր միտքը այնքան զբաղված լիներ մեր ծառայությունները ուրիշ բաներով իրան չնկատենք, ստի չենք նկատի այդ մարդը ոնց գնաց մեր տնից։ Կվիրավորվեր։ Սուրբ Հոգին անձ է, Սուրբ Հոգին person է, ինքը ուղղակի ուժ չի, ոնց որ Ջեհովա վիտնեսներն են ասում, ինքը անձ է, քո պես, իմ պես, ունի զգացմունքներ, ու ինքը եկել է մեզ սովորացնի, պատկերացնում ես, մեկ եկել է քեզ սովորացնի, որ քեզ խոսա, ու դու ուրիշ բաների մասին ես մտածում։ Մեկ եկել է քեզ սովորացնի, պետք է քեզ խոսա, ու դու քո միտքը զբաղված է։ Ես խոսում, զգում եմ աչքի հետ ուրիշ տեղ նայում, ասենց բան ես անում, ուրիշ տեղ ես, ես կսովորացնեմ, չէ։ Ցանկացած մարդ, երբ որ ինքը վարձում է, չէ, ինչ որ մեկին դասատու, չէ, ասենք tutor են ասում։ Եվ այդ tutor-ը երբ որ գա, խոսի եւ նա ուշքում միտքը ուրիշ տեղ անտարբեր է, կարող է չսովորացնի։ Օրինակ ես դա տենց եմ, եթե մի բան մեկին խոսում տենում անտարբեր չեմ խոսում։ Ես ամեն ինչ անում եմ ուշադրությունը գրավեմ։ Ծափ կտամ, գլուխ կոձի կտամ, չգիտեմ, կարատեկ անեմ, ինչ կան որ ուշադրությունը գրամ, հետո նոր խոսամ։ Սուրբ Հոգին եկել է որ մեզ խոսա, Սուրբ Հոգին եկել է որ մեզ սովորացնի։ Ու մեր միտքը շատ զբաղված է գործերով։ Եթե ուզում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը ունենանք մեր կյանքում, այլ ավելի շատ պետք է խորհենք դրա վրա։ Խորհել այսքան մտածենք դրա վրա։ Դա գրված է Գաղատացիների մեջ, Գաղատացի 5-րդ գլխի մեջ։ Ինչքան էլ որ երկար տարիները հավատքի մեջ եմ, բայց խոսքը նորից ու նորից ավելի թարմ է բացվում։ Հինգի 16-ը որ ասացի, բայց ասում եմ ձեզ հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարել, ոսս մարմնից ցանկություններ ունի։ Բանալին տալիս է։ Գիտեք, քանի անգամ ենք այս խոսքը կարդացի անց է գնաց է։ Հետո էլ ասում ենք, պրոբլեմ կա, մարմնի հետ պրոբլեմ ունեմ, չեմ կարողանում հաղթեմ։ Պրոբլեմը տալիս, պրոբլեմի լուծումը տալիս է։ Պրոբլեմի լուծումը տալիս է։ Կարդում ենք նորից ասում ենք, անգնում սխալների մեջ, մեղքերի մեջ, մարմնական բաների մեջ, պրոբլեմի լուծումը տալիս է, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Պրոբլեմը գիտեք որն է ավելի շատ պրոբլեմը, ոչ թե այդ մարմնական ցանկությունները, որ ընկնում ենք դրա մեջ, այլ որ չենք մտածում այս խոսքի վրա։ Ասենք մի րոպե, ի՞նչ է նշանակում հոգով գնալ։ Եթե հոգով գնալն է հաղթում մարմնի գործեր, չէ, ասում է հոգով գնացեք եւ կհաղթեք ուրեմն ինչ է նշանակում հոգով պիտի հարց տանք, ոնց են գնում հոգով, ինչ պետք է անենք որպեսզի հոգով գնանք, որպեսզի հաղթենք մարմնի գործերը, որտեղ ստեղ շարունակություն ասում է, որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակ են։ Քո այս դրսի մարմինը հոգուտ հակառակ է գնում, իսկ քո հոգին ներսի մարմնին հակառակ է գնում եւ քո մտքի մեջ, գլխի մեջ, որի հետ որ համաձայնվեցիր, այստեղ նայել կիշխի կամ ներսի մարդը կամ դրսի մարդը, բայց դա ոնց է տեղի ունենում, Աստված ինձ բացեց էլ ավելի խորը, որ այն ժամանակ, երբ որ մենք մտածենք դրա վրա, մտածենք այդ խոսքի վրա, ինչ է նշանակում հոգով գնալ եւ մարմնի գործերը չանել։ 5 տակարանի մարդիկ Սուրբ Հոգին չունեին։ 3 կարգի մարդիկ կային, որոնց վրա որ Սուրբ Հոգին գալիս էր, 3 կատեգորիայի։ Քահանաներ, մարգարեներ եւ թագավորներն էին։ Իսրայելի թագավորները, նկատի չունեմ այլ ուրիշ թագավորներ։ Սուրբ Հոգին գալիս էր իրանց վրա, իրանց մեջ չէր։ Մենք ավելի լավ ուխտի մեջ ենք, ավելի լավ covenant-ի մեջ ենք։ Իրանց մոտ չէր ստացում, դժվար էր, ինչի էր դժվար, որտեղ իրանց հոգին մեռած էր, վերստին ծնված չէին իրանք հոգով։
Իրանց հոգին մեռած էր։ Եվ Սուրբ Հոգին բնականաբար իրանց մեջ չէր գայի, որ Սուրբ Հոգին գար իրանց մեջ տեղն ու տեղը կմեռնեին։ Որտեվ Աստված Սուրբ է։ Աստծո սրբության առաջ ոչ մի բան չի կարա դիմանալ, ամեն ինչ կայրվի, ոնց որ շատ մեծ ուժեղ կրակի մեջ բերես փետեր գցես, ինչ կլինի, կվառվի։ Եվ դրա համար Աստված մեզ նոր սիրտ տվեց Հիսուսի զոհով, Հիսուսի խաչով, Հիսուսի թափած արյունով մենք մաքրվեցինք, մեզ նոր սիրտ տվեց եւ իր հոգին դրեց մեր մեջ։ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Տես ինչ էինք երգում։ Ինչ էինք երգում նոր։ Ինչ էինք երգում։ Աստծո հոգի մասին ենք երգում։ Որ Աստծո հոգին մեր մեջ է, մեր վրա է։ Աստծո հոգով ենք դա իրականացնում։ Եթե մարդը կարար դա իրականացներ իր ուժերով, ապա Հիսուսը չէր գա խաչի վրա բարձանար, խաչվեց, որ մենք վերստին ծնվենք, որ այդ հոգին գա մեր մեջ։ Միջև չխաչվեր այդ զոհ տեղի չունենար, միջև այդ քավությունը տեղի չունենար, Սուրբ Հոգին չէր գա մեր մեջ։ Եվ այդպես Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, եւ Սուրբ Հոգու զորությունով են գնում, ասում է, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Հիմա մի մտածեք, որ ասում եմ մեր ջանքով չի, մեր ջանքը գիտեք ինչումն է։ Ջանքն է պետք է իմանաս որտեղ ես օգտագործում, ինչ ձև ես օգտագործում այդ ջանքը։ Ջանքը ինչի որ զուրով ուզում ես հաղթես մեղքը, այդ ջանքը չէ։ Ջանքը մենք պետք է հասկանանք որտեղ ենք մեր ջանքը ներդնում։ Որտեղ ենք մեր ջանքը ներդնում, ինչի մեջ հիշում եք, քարոզ կար մոտ մի ամիս առաջ քարոզ կարողացի, որ կոչվում է դժվարները հեշտացան։ Շատ անգամ մեր ջանքը, որ Աստված պահանջում է, որ գիրքը բացենք, կարդանք, դրանով չավարտենք։ Ամբողջ այդ օրը մտածենք մեր կարդացածի վրա, սրա վրա այդ ջանքը դու հələ դա արա։ Անգամ 5 կտակարանի մարդիկ, անգամ 5 կտակարանի մարդիկ, երբ որ չունեին Սուրբ Հոգին, բայց այդ նույն ձևով էին անում, էլի հաղթահարում էին, Հեսու առաջի գլխի 8-րդ համարում ասում է Տերը. «Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ օր ու գիշեր ինչ անես, նրա վրա մտածես»։ Դրա համար ջանք պետքա, թե պետք չի, պետքա։ Չէ՞։ Մենք կարող ասենք մտածենք կինոյի մասին, լավ տեղեր գնալու մասին, ամեն ինչի մասին, բայց ոչ թե խոսքի մասին։ Ասում է, օր ու գիշեր նրա վրա մտածես, հաջորդ համարը որն է, որ պահես եւ կատարես։ Ուրեմն եթե ուզում ես պահես կատարես, ուրեմն նրա վրա պետք է մտածես։ Պահես, հասկանում եք։ Եվ այն ժամանակ ասում է ճանապարհներդ հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Եթե 5 կտակարան մարդը օր ու գիշեր այդ խոսքի վրա մտածեր պահելու էր, բայց մեր համար այդքան դժվար չի նոր կտակարանը, մենք պետք է ընդամենը սկսենք մտածել ով է ապրում մեր մեջ եւ ինչ է նշանակում Սուրբ Հոգով գնալ, ընդամենը մեր սիրտը պետք է խոնարհեցնենք։ Մեր ջանքը գնում է նույնպես դրա վրա, որպեսզի մենք բացենք մեր գիրքը, կարդանք, աղոթենք եւ մենք տեղ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի ինքը սովորացնի։ Ես չեմ ուզում այսօր ուղղակի այս քարոզով ավարտվի ու գնաք անպայման գնացեք դուք այսօրվանից պրակտիկա արեք։ Անպայման գնացեք այսօրվանից դուք պրակտիկա արեք էդի։ Սպասեք Սուրբ Հոգուն։ Սպասեք Սուրբ Հոգուն։ Բայց որպեսզի սպասես դուք տեսեք մարդ ոնց է սպասում։ Հյուր պետք է գա առավոտից պատրաստվում է սպասում է առավոտվից, չէ, ուտելիքները բանը, հետո ժամը գաս անընդհատ ժամին անում, եկավ, չեկավ, կամ ինչ-որ մեկը պետք է զանգի սպասում անընդհատ սենց իր ամբողջ ուշադրությունը այդ զանգի վրա, կարևոր զանգ է, բիզնեսի հետ կապված կամ ուրիշ բանի հետ կապված, սա իր ուշադրությունը տեղ է։ Աստված ինձ ցույց տվեց, բացեց, գիտես, դրանում է կանում, թե մեր ուշադրությունը սպասումը ինչքանով է ուղղված Սուրբ Հոգուն, որ ինքը մեր մեջ է մեզ սովորացնի։ Ինքը շատ անգամ խոսում է ու մենք չենք լսում։ Շատ անգամ ասում է ու չենք անում։ Ու հետո նեղանում է, գնում է, բա։ Ասում է մի նեղացրեք Սուրբ Հոգուն։ Շատ ահավոր է, որ քրիստոնյան ուղղակի իր ճանապարհը գնում է ու ինքը այտենց էլ չի հասկանում, որ Սուրբ Հոգին նեղացած է։ Գիտեք, ինչ սարսափելի է։ Պատկերացրու ինչ-որ մեկը, ասենք, հյուր ունի,
հյուրը ընդունում մի օր ու հետո մի տարի հետո հայտնաբերում է, որ այդ հյուրը արդեն մի քանի ամիս է իր տունը չի ապրում։ Ասում է, սուր այս հյուրս, հետո հարևաններից իմանում է, որ ասենք մի քանի ամիս առաջ գնացել է։ Սուրբ Հոգին մեր մեջ չի եկել, որ մենք բանտի մեջ դնենք, բանտ, prison-ի մեջ դնենք։ Նա պետք է գործի։ Այսքան ժամանակ, այս մի քանի րոպեն շատ քիչ է, որպես ես Սուրբ Հոգու մասին ասեմ այն ամենը, ինչ որ Աստված ուզում է, որ մենք խոսանք, սա ուղղակի կոչ է, calling է։ Եկեղեցւոն է the calling ոչ church է։ Կանչողի ձայնն է, Աստված կանչում է, իր խոսքով ասում է, ով որ ականջունի թող լսի, Հոգին ինչ է ասում, եկեք մեր սրտերը պատրաստենք Սուրբ Հոգուն լսելու, Սուրբ Հոգով հետևելու։ Ինչպես ենք ընկնում մարմնի գործերի մեջ, երբ որ չենք լսում Սուրբ Հոգուն։ Մի հատ թեման է, օրինակի համար մի թեմա է ուզում խոսայի կնոջս հետ, ասեմ կամ ինչ-որ մեկի հետ ուզում եմ այդ թեմա խոսամ, Սուրբ Հոգին մեջից ասում եմ մի խոսա, բաց թող, չխոսաս։ Զգում եմ։ Հետո մի քիչ ասում էլի ամիտ քալի, ուզում Սուրբ Հոգին ասում եմ մի խոսա այդ թեման, չխոսաս։ Ու հետո եթե լսում եմ մտքից ընկնում եմ այդ խոսակցության մեջ, գիտեք ինչ է կատարվում։ Հետո ընկնում եմ մարմնական բաների մեջ, մարմնական բարկության մեջ, մարմնական էդի տանում է հաջորդ քայլի, ջղայնության, սխալ խոսքեր, հասկանում եք, ինչ անշում Սուրբ Հոգով գնացեք ու մարմնի գործերը չեկան։ Ինքը գիտի քեզի ինչ ձևով տանի, քո խոսալը, քո գնալը, տեղեր կա ասում եմ մի գնա Աստված։ Դու զորով ուզում ես այդ ասում եմ մի գնա, քո մեջ դնում է, ու դու գնացիր, վсё, դու կարող ես մի շաբաթ մեղքի մեջ ես ընկնում արդեն։ Այդ նշանակում հոգով գնալ մարմնի գործերը չանես։ Ինքը գիտի քեզ քո սրտի մեջ, բայց մենք պատրաստ չենք, մեր մարմինը ուզում է, մենք պետք է այդքան վայելենք, մենք պետք է անենք դա։ Դուք հավատում եք Սուրբ Հոգին ամեն մի մանրուքի մեջ ուզում է մեզ առաջնորդի։ Աստված ուզում է, որ այս թեման ես խոսամ անցած շաբաթվանից դեռ սրտումս կար սա շատ ուժեղ ձևով եւ Աստված ուզում է Սուրբ Հոգին շատ ուժեղ գա։ Այսօր ով է մեր մեջ։ Սուրբ Հոգին 2000 տարի առաջ Հիսուսն էր երկրի վրա։ 2000 տարի առաջ Հիսուսն էր երկրի վրա եւ ովքեր որ նրա հետ էին հավաքված, նրանք սովորում էին Աստծո խոսքը։ Նրանք փրկություն էին ստանում, նրանք բժշկվում էին, նրանք դևերից ազատագրվում էին, նրանք առաջնորդություն էին ստանում, պաշտպանված էին, օրհնված էին։ Եվ հետո Հիսուսը որ գնում էր իր աշակերտները տխրել էին, ասում Հիսուս ասեց՝ մի տխրեք, ձեզ մենակ չեմ թողի։ Սուրբ Հոգին է գալու, դուք մենակ չեք լինելու։ Բայց այնպես ենք ապրում, այսօր կարծես մենակ ենք։ Հիսուսը դաժե գիտեք ինչ ասեց, ասեց ավելի լավ որ ես գնամ, որ Սուրբ Հոգին գա։ Օ, հալելույա։ Ավելի լավ որ Սուրբ Հոգին կգա։ Ինչի ավելի լավ, եթե Հիսուսը նրանց կողքն էր, մեկ տեսնում են, մեկ չեն տեսնում, մեկ Հիսուսը հեռու է իրանցից, Սուրբ Հոգին քո մեջ է, Հիսուսը Սուրբ Հոգով մեր մեջ է, ամեն ժամանակ Սուրբ Հոգով մեր մեջ է, ու ինքը առաջնորդում է ինքը։ Մենք հասկանում եք անեն ժամանակներում ենք ապրում, որ աշխարհում մեղքն է բարգավաճում, աշխարհում մեղքն է բարգավաճում եւ Սուրբ Հոգին շատ տեղեր չի գործում։ Ինչա գրած առաջի թագավորացի մեջ, 3-րդ գլխի մեջ, առաջի թագավոր Ֆրստ Սամուելը, ասում է եւ այն օրերում Տիրոջ խոսքը հազվադեպ էր։ Հազվադեպ գիտեք որ rare հազվադեպ էր։ Եվ հայտնի տեսիլք չկար, ինչի համար, մեղքի պատճառով, մանորոնության պատճառով, մարմնական ցանկություններին տրվելով, հիմա աշխարհը առաջարկում այդ մեղքը, այդ ամեն ինչը, սոցիալ մեդիան, այդ ամեն սոցիալական ցանցերը որ կա, այդ ամեն ինչը կա, բայց հետաքրքիր է որ Աստված խոսած Սամուելի հետ, դժվարություն չունեցավ Աստված խոսալու այդ փոքր տղա Սամուելի հետ, դժվարություն չունեցավ։ Ոնց որ ասենք Դանիել այսօր այստեղ Դանիել նստած է 12 տարեկան ասենք։ Մեծերի հետ այն քահանայի հետ, քահանայապետի հետ, ամբողջ Իսրայելի մարգարեների հետ չի կարող խոսել, այս երեխու հետ է կարողանում խոսա։
Հազվադեպ էր ինչ համար, որովհետև մարդկանց սրտերը քարացել էր, հեռացել էին Աստծուց, Աստծու խոսքից հեռացել էին։ Ինչ պետք է անենք, այդ ինչ պետք է անենք, Աստված չի ասում, հա դու չգիտեմ չոք պետք է ես իմ ինչ անես, ես իմ քանի հատ մոմ պետք է վառես։ Ընդամենը քո ուշադրությունն է ուզում Սուրբ Հոգին։ Ավելի շատ ուշադրություն։ Սիրահարված զույգերը, ընտանիքում ամուսինները շատ անգամ ինչից են բողոքում, ուշադրության պակասից։ Որ մեկը գալիս է, ասենց կողքով անցնում է, նա կարող է նեղանա կոդրվի եւ այն մեկը որ ուշադրի չի սկի չզգայել։ Ինչն է Աստված ամենաշատը ուզում, ուշադրությունը մեր գրավի, այսինքն օրվա մեջ ավելի շատ մտածենք այդ մասին։ Այսօր Հիսուսը մեր մեջ է իր Սուրբ Հոգու միջոցով ասում է կգամ ձեզ մենակ չեմ թողի։ Եվ Սուրբ Հոգին ասում է իմ անունով կգա։ Իր անունով, այսինքն Սուրբ Հոգին, որ մեր մեջ է, դա նույնն է Հիսուսն է մեր մեջ, բայց անտեսանելի, բայց ինքը շատ իրական է, շատ իրական է ինքը, ու ինքը խոսում է, ինքը առաջնորդում է, ես ցավալի է, որ մենք անեն ժամանակներում ենք ապրում, եթե հանգարց այդպես լինի, Տիրոջ խոսքը հազվադեպ լինի, Մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք Տիրոջ վրա, մեր ուշադրությունը, Տերը մեր ուշադրությունը ասում է հոգով գնացեք եւ մարմնի գործերը չեք կատարի, որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակներ են։ Բայց եթե հոգով եք առաջնորդվում օրենքի տակ չեք, անգամ օրենքի տակ չենք։ Օ հալելույա, փառք Տիրոջը, Տեր Աստված, հավատացեք, շատ խորնամեջս ես շատ քիչ ժամանակում չեմ կարող փոխանցել այն ամենը, ինչ որ Աստված ուզում է, բայց խնդրում եմ այսօրվանից աղոթք արեք, ասեք Տեր, ես ուզում եմ քո Սուրբ Հոգով առաջնորդվեմ, Տեր Աստված, սովորացրու ինձ։ Կարող է մի տեղ ես դու չես պատկերացնում այդ մի քո փոքր քայլը ինչ կարա անի։ Մի փոքր քայլ, գիտես ճանապարհներ է, դու քշում ես մեքենայով, մի փոքր թեքեցիր կգնա դիմացը կմատնի ու ակսիդանտ կլինի դիմացից եկող մի փոքրիկ քայլը չես պատկերացնում եւ որ Սուրբ Հոգին ասում է չէ էդի մի արա թող հիմա դրա մասին մի մտածի դու ասում ես չէ ես պետք է անեմ ու դու տենում ես դրանից հետո գալիս է հետևանքները consequences-ներն է գալիս հետևանքներն է գալի արդեն դու չես հասկանում ասում ես ինչի են գալիս բաների մեջ շատ անգամ Սուրբ Հոգուն չլսելն է դա քանի անգամ մենք եկեք հարց տանք մեզ քանի Տերը ասում է չէ Սուրբ Հոգին գա ձեզ կառաջնորդի, դե իմ ասեք, քանի հոգին հոգով առաջնորդում, քանի հոգու մեջ է Սուրբ Հոգին խոսում, վկայում, որ այս բանը ճիշտ չի կամ այս բանը ճիշտ է, կամ քանի հոգի կարող են ասել, որ Սուրբ Հոգին իրենց խոսքից հայտնություններ է տալիս, քանի հոգի կարող են ասել, որ ես մտածում եմ իմ միտքը ուղղում եմ Աստծուն, իր խոսքի վրա են մտածում նրա մասին, թե ինչպես է ինքը ուզում ինձ առաջնորդի Հա? Եթե չէ մենք դառնում ենք կրոնական։ Ինչքան էլ Աստված մեզ սիրում է, ինչքան էլ մեզ ուզում է օգնի, օրհնի մեզ։ Բայց եթե մեր միտքը զբաղված է աշխատանքի բաներով, բիզնեսի բանով, տան բաներով ու մենակ եկեղեցում ենք մտածում այդ մասին կամ մենակ իրիկուները կամ առավոտները, դա քիչ է։ Ինքը եկել է մեզ որպես teacher։ Հիսուսը որ ասաց Սուրբ Հոգին կգա Մխիթարիչը հունարեն պարակլետոս բառն է, պարակլետոս։ Հունարեն չէ որ նոր կտակարանը գրվել է հունարեն։ Պարակլետոս իր մեջ կրում է 7 տարբեր նշանակություններ։ Սուրբ Հոգին այսինքն որպես մխիթարող, քո դժվարությունների մեջ կմխիթարի։ Հաջորդը comforter անգլերեն։ Հաջորդը կսովորացնի ամեն ինչի մեջ կսովորացնի քեզ առաջնորդի, դժվարությունների ժամանակ քո կողքը կկանգնի։ Կպայքարի քո համար 7 տարբեր նշանակություններ ունի բայց մենք տեսնում ենք էդի չէ շատ խնդիրներ մեր մոտ լինում է նրա պատճառով որ մենք փակ ենք Սուրբ Հոգու առաջնորդության համար փակ ենք Սուրբ Հոգուց սովորելու համար ինչն է պատճառը պատճառը նա է որ լիքը ավելի կարևոր բաներ կան Տերը ասում է Ինձ կփնտրեք, կգտնեք, որովհետև կխնդրեք ինձ ձեր բոլոր սրտով, Երեմիա 29:13
Ջերեմի 29:13 Իսկ գտնեք, երբ որ խնդրեք ձեր բոլոր սրտով։ Ինչի չեն գտնում Սուրբ Հոգու առաջնորդությունը, ինչի չեն գտնում Սուրբ Հոգու ուսուցումը մեր կյանքում, ինչի չեն գտնում, որտեղ ավելի կարևոր բաներ կա, ամբողջ սրտով չենք խնդրում։ Զորավոր բաներ կան, Աստված չի ուզում, որ գանք ուղղակի հավաքույթին մի մասը իր փառքը ներկայությունը զգան, մի մասը չզգան։ Ես հավատում եմ Սուրբ Հոգու զորավոր շարժն է գալու։ Ես հավատում եմ Սուրբ Հոգու զորավոր շարժն է գալու, որտեղ Հիսուսը գալու է այս երկրի վրա։ Հիսուսը գալու է։ Հիսուսը գալու է եւ իր Սուրբ Հոգին իր գործը ավարտին հասցնելու է եւ դա լինելու է։ Հիսուսի անով դա լինելու է։ Աստված մեզ անունը հենց այնպես չի դրել կանչողի ձայնը։ Հովանեսի համար էր Աստված անապատի մեջ կանչողի ձայնը եւ Տեր ասեց դուք կանչողի ձայն եք, դուք իմ ձայնն եք։ Բայց որպես իր ձայնը լինենք աշխարհի մեջ, նախ մենք պետք է սովորենք իր ձայնը լսել։ Լսել մեր մեջ։ Մենք ձայներ չենք մանգալի, բայց եթե մենք հոգով ենք գնում, եթե մենք հոգով աղոթք ենք անում, մեր հոգին ընդունակ է, ի վիճակի է դառնում իր ձայնը լսելու։ Դա շատ պարզ է։ Այն անգամ Սառայի հետ ենք խոսում, որ մեր տնային խմբակի երկե։ Գիտեք, երբ որ մենք մկրտում ենք Սուրբ Հոգով լեզուներով ենք աղոթում, ինչի համար է լեզուներով աղոթք անելը։ Դա հավեսի ձևի համար չի, Սուրբ Հոգին մեր մեջից բարեխոսում է։ Բարեխոսություն է անում, եւ հետո մեր հոգին զգայուն է դառնում, սենսիտիվ է դառնում եւ շատ հստակ կարող ենք տարբերել իր ձայնը։ Հավատացեք, այդ ներսի վկայությունը, այդ inner witness են ասում։ Ներսի վկայությունը ես որ լսում եմ, ասեմ ձեզի, ձենով չի դա։ Երբ որ այդ ներսի վկայությունը ես ունենում եմ, ավելի համոզված եմ, այնքան ուժեղ է։ Քանի որ մարդը բարձրաձայն մի հատ բան է ասում, հավատում եք, ես կատակ չեմ անում, այնքան համոզված եմ ես էդի։ Այնքան վստահ եմ, այդքան հստակ մարդիկ ուզում են ձեն լսեն։ Սուրբ Հոգին, Հիսուս ասեց, Սուրբ Հոգին գա ձեր մեջ կաբրի։ Եվ խոսքը ասում է, Սուրբ Հոգին վկայում է, որտեղ մեր հոգում, մեր ներսում է վկայում, բայց դա երբ է տեղի ունենում, երբ ենք մենք ընդունակ դա լսելու, երբ որ շատ աղոթքներ ենք անում Սուրբ Հոգու լեզուներով։ Աստված ուզում է մենք շատ աղոթքներ անենք, ասեմ ձեզ, 30 մոտ արդեն 5 տարի ես հավատքի մեջ եմ եւ ամեն անգամ, երբ որ իմ, ասենց ասեմ, աղոթքների կյանքը լեզուներով, կոնկրետ լեզուներով, չեմ ասում հայերեն, քիչանում է, ես սկսում եմ արդեն խառնել իմ մտքերի հետ, Սուրբ Հոգու ձայնը վկայությունը, խառնում եմ։ Հենց որ շատացնում եմ աղոթքը, դա միշտ այտենց չէ, էլի որ դու 50 տարի հավատքի մեջ ես, արդեն սենց չգիտեմ, սենց ամպերի վրա քայլում ես, արդեն անընդհատ լսում ես, չէ։ Դա անընդհատ կախված է մեր աղոթելուց, որտեղ Պողոս առաքյալը ասում է բոլորից շատ եմ լեզուներով աղոթում։ Ինչ էր բոլորից շատ աղոթքամ, որովհետև դա իրան կապում էր Աստծո հետ, Սուրբ Հոգու հետ եւ ինքը սկսում էր լսել շատ հստակ ձևով։ Ու ամեն անգամ երբ որ ես շատացում եմ իմ աղոթքը, հստակ, շատ հստակ, դաժե կասկած չունեմ, որ դա Աստված է։ Կասկած չունեմ, որ դա իմ միտքն է։ Ես ինձ չեմ համոզում, ներշնչում ասում, ես գիտեմ դա Աստված է, ես գիտեմ, ես այնքան համոզված եմ ու պտուղներից երևում է, ֆրուտներից երևում է, շատ ուժեղ։ Ես ուզում ասեմ, Աստված այդտենց պարզ խոսալու է ձեր հետ։ Եթե ինչ-որ մեկ չի խոսացել, պարզ խոսալու է։ Մենք մկրտում ենք Սուրբ Հոգով, որ խոսանք լեզուներով, որպեսզի մեր հոգին կապնվի Աստծո հետ եւ զգայուն դառնա Սուրբ Հոգուն։ Եվ այդ ժամանակ մենք սկսենք հոգով գնալ։ Շատ բաներ կասելու, բայց սրանով մենք ավարտենք։ Ամեն բան հնարավոր է, ամեն բան հնարավոր է, ոչինչ անհնարին չէ Տեր, քեզ համար կմարգարեանամ, հիվանդին կբժշկեմ, քանի որ ինձ վրա է հոգին, կմարգարեանամ, հիվանդին կբժշկեմ, քանի որ ինձ վրա է հոգին, ինձ վրա է հոգին, ինձ վրա է հոգին, ինձ վրա է հոգին, Սուրբ Հոգին,
վրա է հոգին, ինձ վրա է հոգին, ինձ վրա է հոգին, Սուրբ հոգին, ոչինչ դժվար չէ քեզ համար, ոչինչ դժվար չէ քեզ համար, դու ես Եհովան, Եշուան, ոչինչ դժվար չէ քեզ համար, ոչինչ դժվար չէ քեզ համար, դու ես Եհովան, Եշուան, պատմություն է փոխվում, մեր կյանքն է փոխվում, երբ Աստված այցելում է մեզ, պատմություն է փոխվում, մեր կյանքն է փոխվում,